Միանալով իմ թիմին դուք կստանաք High Trading Lessons Telegram-յան ալիքը, որտեղ որ կիսվում եմ իմ trading-ի ողջ գիտելիքներով, էքսկլյուզիվ ինֆորմացիա, որը որ չեք կարող գտնել ուրիշ ոչ միտեղ, եւ High Trading Signals Telegram-յան ալիքը, այստեղ դուք կարող եք on-line տարբերակով կրկնօրինակել իմ գործարքները, հիշեցնեմ, որ այս ամենը բացարձակ անվճար է։ Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Անցկացրեցինք մեկ աշխատանքային սեանս մեր թիմի հետ, ու ընկերներ ջան, որոշեցի մինչ երկրորդին անցնելը ժամանակ գտնել ու մեկ աշխատանքային սեանս անցկացնել ձեր հետ, սակայն իմ երկրորդ ստրատեգիայով, այսինքն բուն տեխնիկական անալիզով, որը որ արդեն սկսել ենք այդ թեմայի մասին խոսել նախորդ երկրորդ վիդեոների ընթացքում, ու քանի որ այս թեման, ընկերներ ջան, բավականին ծավալուն է, դրա համար ավելի ճիշտ կլինի, որպեսզի ես տարբեր վիդեոներում անցկացնեմ աշխատանքային սեանսներ, տվյալ ստրատեգիայով խոսեմ տվյալ տեխնիկական անալիզի նյուանսների մասին, ու ամեն անգամ մի նոր բան բացատրեմ եւ ավելի ճիշտ ձեզ ցույց տամ։ Ուրեմն, ընկերներ ջան, ինչպես գիտենք, տեխնիկական անալիզի վրա հիմնվելով մենք փնտրում ենք աշխատանքային կարիդորներ։ Եկեք հիմա ավելացնեմ բոլոր այն ազդային զույգերը, որոնք որ ունեն 70 եւ ավելի տոկոսայնություն։ Մինչ անցնելը կարճ մի հատ բան ասեմ, ընկերներ ջան, առօրյային զույգերի տոկոսայնությունը կախված է տվյալ տրեյդերի պրոֆիլի ուրովենից ու դեպոզիտից։ Այսինքն, եթե տեսնում եք, ստեր ես ունեմ, որ առօրյային զույգերը որ հասանելի են +2%, այսինքն իմ մոտ եւ ձեր մոտ տարբերություն տալիս է, շատ եք տալիս այդ հարցը ինձ, կախված է պրոֆիլի ուրովենից եւ դեպոզիտի չափից։ Եկեք սկզբից նայելով գնանք ու փորձենք գտնել որևէ հարմար աշխատանքային կարիդոր։ Ուրեմն, տեսեք, ինչ հետաքրքիր սիտուացիա կա այստեղ։ Նախ փորձում եմ հասկանալ local trend-ը։ Local trend-ը եղել է դեպի վեր։ Տեսնում ենք արդեն որքան ժամանակ է, գինը շարժվում է դեպի վեր։ Այս կետից սկսած գինը սկսել է արդեն շարժվել դեպի ներքև։ Մեր առաջին առաջադրանքը հիմա վերլուծել եւ հասկանալ տվյալ պահին այս շարժը թրենդի շրջադարձ է, թե երկարաձգված կարեկցիա է։ Քանի որ տեսնում եմ նաև, որ ներքևից եւս կա դեպի վեր շարժվող local trend-ի ավարտված կարեկցիա եւ trend-ի շարունակություն, ու գինը հիմա գտնվում է սիմետրիկ եռանկյունու մեջ։ Ին նպատակն է հիմա մեծ time frame-ի միջոցով ավելի այսպես ասած global նայելով հասկանալ global trend-ը։ Դրանից հետո արդեն վերլուծեն այստեղ դեպի որ կողմ է շարժվելու գրաֆիկը։ Եթե global trend-ը ցույց տվեց, որ այստեղ այս local trend-ը global trend-ի կարեկցիան է, այստեղ կարելի է աշխատել դեպի ներքև եւ ըստ local trend-ի, որ դեպի վեր է ուղված, այս կարեկցիայից ելնելով կարելի է արդեն աշխատել դեպի վերև, այսինքն այստեղ կարելի անել scalping, եւ դեպի վեր եւ դեպի ներքև։ Եկեք նայենք ավելի մեծ time frame-ը, ինչ եմ տեսնում տվյալ time frame-ում, global trend-ը, ընկերներ ջան, տեսեք, ուղված է դեպի ներքև։ Այսինքն, չգիտեմ, արդեն մեկ շաբաթ է, որքան ժամանակ է, այս գինը, այս trend-ային գծով շարժվում է դեպի ներքև, ու այս local trend-ը, որը որ մենք տեսնում ենք M1 time frame-ով, եւ որը որ ուղված է դեպի ներքև, սա ընդհանրապես այս global trend-ի կարեկցիանը։ Ու այստեղ գինը արդեն մտել է շատ հետաքրքիր աշխատանքային կարիդորի մեջ։ Ու հիմա գնի նպատակը բնականաբար դեպի ներքև այս մինիմումները թարմացնելն է։ Մյուս կողմից local մասում ունենք դեպի վեր շարժվող trend։ Դեպի վեր շարժվող trend-ը տվյալ պահին սկսել է կորեկցիան։
Այստեղի կանաչ մոմերը ցույց են տալիս, որ կարեկցիան արդեն ավարտվել է ու գինը շարժվում է դեպի վեր։ Այսինքն գնի երկրորդ նպատակը դա դեպի վեր շարժն է ու այս մինիմում, այս մաքսիմումը ներողություն, թարմացնելը։ Անցնում ենք M1 time frame-ի, այսինքն այստեղ թե դիմադրության, թե աջակցության ռովենները ակտուալ է։ 2 րոպե, քանի որ ըստ տեխնիկական անալիզի M1 time frame-ում անալիզ ենք անում, բացում ենք ամենակիչը 2 մոմի հաշվարկով։ Հաջորդը ուշադրություն ենք դարձնում ուռովեններին։ Կա այստեղ շատ լավ հորիզոնական ուռովեն, ընկերներ ջան, որից որ գինը բազում անգամներ մոտեցել է ու տվել է ատկատ։ Ու այս անգամ եւս ելնելով դրանից բացեցի գործակ։ Մյուսը մոմերի անալիզն է, այսինքն տեսնում եմ այստեղ, որ գինը մոտեցավ այս ուռովենին, այսպես ասած, ցույց տվեց այս ուռովենի ակտուալ լինելը ու ուժը դեպի վեր ձգելու, դեպի վեր վանելու ներողություն, ու այստեղ տեսնում ենք բացվել են մոմեր, որոնք որ ցույց են տալիս մեզ, որ շրջադարձ է կատարվելու, այսինքն այս դեպի ներքև շարժը կշարունակվի դեպի վեր շարժով։ Առաջին պլյուսը վերցրեցինք, եկեք այստեղից բացեմ եւս մեկ գործակ, ուղղակի քանի որ այսօր ամսվա առաջին օրն է, ամսվա սկիզբն է, դրա համար շուկան փոքր-ինչ անկայունություն կարող է ցուցաբերի։ Այս գործարքը այս գործարքը մինուս սևավ, ստերից բացում եմ անմիջապես դագոնը տեկալ գործարքի։ Ընկերներ ջան, ճիշտ է, ոչ այդքան վստահ պլյուս է, սակայն պլյուսը վերցրեցինք, ես արդեն ասեցի, քանի որ այսօր ամսվա առաջին օրն է, ամսվա սկիզբն է, դրա համար շուկան փոքր-ինչ անկայուն է։ Կցանկանայի նաև գինը բարձրանար դեպի արդեն այս վերևի ուռովեններին, որպեսզի բացեին գործարկմեն դեպի ներքև, քանի որ այստեղ կա շատ հիանալի աշխատանքային կարիդոր, ու այստեղ կարելի է անել սկալպինգ, այսինքն ներքևի ուռովեններից բացել դեպի վերև, վերևի ուռովեններից բացել դեպի ներքև։ Կարելի է այստեղ իհարկե բացել եւս մեկ գործակ, սակայն ես ցանկանում եմ վերլուծել եւս մեկ գրաֆիկ ու արդեն կբացենք այնտեղ։ Եկեք անցնենք առաջ։ Տվյալ արժութային զույգում կրկին նկատում եմ հետաքրքիր սիտուացիա։ Լոկալ թրենդը դեպի վերև է շարժվում, այս կետից տեսնում եմ գինը սկսել է շարժվել դեպի ներքև։ Հաջորդ քայլս ցանկանում եմ հասկանալ թրենդի շրջադարձ կարող են որպես դիտարկել, որպես կարեկցիա, թե որպես գլոբալ թրենդի կարեկցիա եղել լոկալ կարեկցիան, կներեք լոկալ թրենդը։ Դրա համար անցնում եմ կատարում մեծ time frame-ի, տեսնում որ մեծ time frame-ում գլոբալ թրենդը եւս դեպի վերև է շարժվում, այստեղից հետևություն, որ դեպի ներքև այստեղ չեմ բացի գործարքներ, այլ կբացեմ գործարքներ, արդեն այս կետից երևում է, որ թրենդը կարեկցիան ավարտվել է եւ թրենդը շարունակում է իր շարժը դեպի վերև, ամենայն հավանականությամբ այս մաքսիմումի թարմացումը կգնա, տեղի կունենա, ու այս ուռովենը ամենայն հավանականությամբ կլինի պրաբոյ։ Դրա համար եկեք 3 րոպե այս կետից բացենք գործարք դեպի վերև։ Ու այնտեղից ամենայն հավանականությամբ մտածեցի, որ կլինի պրաբոյ, սակայն ոչ մի վտանգավոր բան չկա, եկեք այստեղ իմպուլսից են շատ լավ ուռովենի է մոտեցել արդեն գինը, կարելի է այստեղից բացել արդեն դագոն։ Վերցրեցինք ընկերներ ջան, վերցրեցինք մեր այս գործարքը եւս, այստեղ ուղղակի տեղի ունեցավ մինի կարեկցիա, որը որ կրկին երկարաձգվեց,
Այս ամենը կապված է ուղղակի շուկայի անկանոն լինելու հետ, դրա համար այսօր ես իմ թիմի հետ եւ թե ես ինքս աշխատում եմ մոտես աշխատանքային զույգերի ներողություն, աշխատում եմ մոտես արժութային զույգերի վրա։ Ընկերներ ջան, ուրեմն այս ընդհանուր ես ներկայացնում եմ տեխնիկական անալիզը, ինչպես տարանջատել, ինչպես վերլուծել աշխատանքային կորիդորները, որտեղ կարելի է ոլորտությամբ գործակներ բացել, մոմերի անալիզ, ուրովեններ, այս ամեն ինչի ծավալը չափից դուրս շատ է ու չափից դուրս մեծ է։ Ես մեկ վիդեոյի ընթացքում չեմ կարողանում այդ ամեն ինչը պատմել ու այդ ամեն ինչը ուղղակի հիշել։ Բացում եմ գործակներ ընթացքում, որը որ հիշում եմ, որը որ տեսնում եմ, ձեզ ցանկանում եմ ամենայն անկեղծությամբ շատ մեծ ինֆորմացիա տալ։ Նայեք այս վիդեոները, նախորդ երկու վիդեոները նայեք, եթե նայել եք կրկին նայեք, այս վիդեոն կրկին նայեք, փորձեք հասկանալ, կարող եք ուղղակի նկարագրության բաժնում կա իմ Telegram-ը, այնտեղ նամակներին պատասխանում եմ ես, կարող եք գալ ու ինձ տալ հարցեր, թե ինչու էս կետից այսպես, այն կետից այնպեսի գործակ բացեցին։ Կարող եք միանալ մեր թիմին, որը որ բացարձակապես անվճար է։ Այնտեղ բացում եմ գործակներ, նայեք իմ գործարքները, վերլուծեք, փորձեք հասկանալ, բացել իմ հետ գործարքներ։ Թիմին միանալու միակ նպատակը ոչ թե գումար աշխատելն է, այլ սովորելը։ Տեսեք, թե որ ուղղությամբ եմ գործարք բացում, որտեղ եմ գործարք բացում, փորձեք հասկանալ եւ վերլուծել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, ընկերներ ջան, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք այս ստրատեգիայի մասին հետագա վիդեոները, քանի որ մոտակա, չգիտեմ, որոշ ժամանակը խոսելու եմ այս ստրատեգիայի մասին ու այս անալիզի մասին։ Շնորհակալություն, տեսություն։